որ մենք ստուդիա ենք գալել կազմակերպության Աբովյանի մասնաճյուղի նախագահ պարոն Պողոսյանին և կազմակերպության հոգևոր խնամակալ պարոն Վանոշյանին։ Պարոնայք հարցը սողված կլինի դեր երկուսին, առաջինը կուզենայիք ներկայացնեիք կազմակերպության ստեղծման պատմությունը, երբ է ստեղծվել, որտեղ է ստեղծվել և ինչ տարածում է գտել։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն։ Ուրեմն ասենք, որ Գեդեոն կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է և գործում է շուրջ 175 պետություններում այսօր։ Ուրեմն կազմակերպությունը ծնունդ է առել Հյուսիսային Ամերիկայում, Ամերիկայի Միացյալ Նահանգում, ինչպես եղել նվազում ես ուզում կարճ համառոտակի ներկայացնի։ Ուրեմն երկու անձնավորություններ, Ջոն Նիկոլսոնը և Սամուել Խիլը, երկու անձնավորություններ, քրիստոնյա անձնավորություններ, հանդիպում են իրար հյուրանոցում։ Եվ այդ զրույցի ժամանակ պարզվում է, որ երկուսն քրիստոնյա են։ Եվ հետագայում նրանք զրուցելուց հետո գալիս են այս կարծիքին, որ հարմար կլինի, որպեսզի ժողովրդին հասցնեն որ կտակարան, որպեսզի ժողովուրդը անձնապես ծանոթանա Աստծո խոսքին։ Դրանից հետո նրանք մտածում են ինչպես ձեր բերել գումար, որտեղ շատ դժվար է, որովհետև պետք է տպագրել այդ գրքերը։ Եվ այսպես նրանք հրավիրում են մի ժողով, եւ այդ ժողովին հրավիրում են գործարար մարդկանց, քրիստոնյա գործարար մարդկանց։ Այսինքն մարդիկ, որոնք նախանձավոր են Աստծո խոսքին, որոնք ուզում են որպեսզի Աստծո խոսքը տարածվի, նոր կտակարանը տարածվի։ Եվ այդ ժողովուրդը լսելով Նիկոլսոնին եւ Խիլին, նրանք իրենց նոման են ներդնում այդ գործի մեջ, եւ ես ասեմ իդեպ, որ Աբովյան քաղաքում ունենք շատ գործարար մարդիկ եւ ես կխնդրեի, որպեսզի նրանք նույնպես արձագանքեին մեզ, եթե կարող են իհարկե, որտեղ այս կազմակերպությունը բարեգործական է եւ շատ հարմար կլիներ, որպեսզի նրանք նույնպես իրենց լումաններ տնեին, եթե կարող էին, որպեսզի նոր կտակարաններ ձեռք բերվեր, որպեսզի բաժանվեր ժողովրդին։ Ուրեմն այսպես ծնվեց Գեդեոն կազմակերպությունը եւ տարուց տարի այսպես սկսեց արդեն տարածվել Գեդեոն կազմակերպությունը եւ ասեմ, որ երբ որ մենք նայում ենք աշխարհի քարտեզը, Գեդեոն կազմակերպությունը, Գեդեոն եղբայրությունը շուրջ 11 մասի է բաժանել Գեդեոն տարածքները, ասեմ, որ տարեկան 60 միլիոն տպաքանակով նոր կտակարան է տարածվում տարբեր լեզուներով։ Թեպետ սա կարճ համառոտակի ներկայացրեցի Գեդեոն կազմակերպության ծագումը, ծնունդը եւ նպատակը։ Պարոն Վանոշյան, երևի թե խոսքս ձեզ ուղղեմ, ինչ կասեիք ձեր կազմակերպության կապկոզը մեր աղանդավորական կազմակերպությունների հետ ասում, դուք ներկայացնում եք որևէ աղանդ, որևէ ուղղություն, թե բազմապես քրիստոնեական կազմակերպություն է ձեր կազմակերպությունը։ Շատ լավ։ Ինչպես պարոն Պողոսյանը նշեց, Գեդեոն կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, ընդունված 175 պետությունների կողմից եւ Միացյալ Ազգերի կազմակերպության այդպես գրանցված կազմակերպությունների թվում Կարմիր խաչից հետո թերևս երկրորդ ամենախոշոր կազմակերպությունն է, որի առաքելությունն է աշխարհում մեկ ավետարանի խոսքը տարածել։ Իհարկե Գեդեոնի քարտեզի վրա կան սպիտակ կետեր, մերձավոր արևելքի ոչ քրիստոնեական պետություններ, որոնք բնականաբար չեն ընդունում ավետարանը, բայց հավատացած ենք, որ ավետարանի խոսքը նաև հասնում է իրենց այսօր եւ նրանց էլ վերջ ասենք իրենց ամբողջ տարածքներով մենք ավետարանը կհասցվի։ Ինչ վերաբերում է աղանդավորությանը, նշեմ, որ որովհետեւ ասպես որ միջազգային կազմակերպությունն է եւ մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այս բարեպատեհ ժամանակների մեջ ենք ապրում, երբ Հայաստանի կառավարությունը ընդունեց Գեդեոն կազմակերպությունը որպես բարեգործական եւ ժողովրդի մեջ ազգանվեր մի գործունեություն ծավալող կազմակերպություն, այսօր արդեն շուրջ 200,000 ավետարանի մուտք գործել Հայաստան եւ կազմակերպության նպատակն է բոլոր խավերին ավետարան բաժանել։ Այս իմաստով արդեն ինքներդ հասկանում եք, որ այս կազմակերպությունն այլևս ոչ թե մի սոս փոքր գաղափար է, որ տարածելու միտում ունի եւ մի փոքր շրջանակ է իր ասենք տարածման մեջ ընդգրկել, այլ այս կազմակերպությունը աղանդավորությունից հեռու է նրանով, որ Հայաստանի մեջ մի քանի եկեղեցիներ, նույնիսկ որոնք պաշտոնապես պետականորեն ճանաչված եկեղեցիներ են, համագործակցում են մեզ հետ, Հայաստանի հայ առաքելական եկեղեցին եւ նաեւ ասենք մկրտչական եկեղեցին, ավետարանական մկրտչական եկեղեցին։ Ասեմ ձեզ, որ Գեդեոն կազմակերպությունը
քրիստոնեական կազմակերպություն լինելով հանդերձ ընդունում է ավանդական քրիստոնեական հավատամքի երրորդության սկզբունքը, դավանաբանական հիմքը, որովհետև այսօր մենք տեսնում ենք քրիստոնյա անունի տակ հանդես են գալիս շատ ու շատ կազմակերպություններ կամ աղանդներ, որոնք չեն ընդունում ավանդաբար արդեն շուրջ 2000 տարի գործող քրիստոնեական հիմնադրույթները, այն է Հայր, Որդի և Սուրբ Հոգի աստվածությունը մեկ անձնավորությամբ, մեկ աստվածությամբ մենք դավանում ենք Աստծուն և այդ իսկ իմաստով շատերը քրիստոնյա անունի տակ թերևս մուծում են մեր ժողովրդի մեջ նորանոր քրիստոնեական ուղղություններ կամ նոր ավանդներ, որ մեր ժողովրդին բնականաբար խորթ են։ Քանի որ դուք կանխեցիք իմ հարցը ձեր կազմակերպության նպատակների մասին, բացատրեցիք փաստորեն ձեր նպատակները, ես կուզենայի դուք ներկայացնեիք նպատակների իրականացման ընթացքը։ Փաստորեն ես տեղյակ եմ, որ դուք բավականին գործ արդեն արել եք այսինքն ամսվա ընթացքում, եղել եք բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել այդ ընթացքի մասին, ինչպես է տեղի ունեցել։ Իհարկե մենք ունենք նախատեսված ժապավեններ, որ կցուցադրենք մեր հեռուստադիտողին, ամեն դեպքում ձեր բնականությամբ։ Շատ լավ։ Անպայման սկսած եւ կազմակերպությունը արդեն ճանաչվեց, այսպես ասած, գրանցվեց, Հայաստանում մենք անմիջապես ձեռնամուխ եղանք ավետարանի տարածմանը, կանոնադրության հիմունքներով աշխատանքի։ Եվ մոտավորապես արդեն 1000 ավետարան, միայն մեր մասնաճյուղն արդեն բաժանել է Աբովյանի շրջանում, Նոր Հաջն քաղաքի գյուղերում, Նոր Հաջնում, Բանաբանում, Նոր գյուղում, Լուսակերտի դպրոցում, եղել ենք նաև Նոր Հաջմի քաղաքապետարանում, ոստիկանությունում, նաև ասեմ ձեզ, որ մենք եղել ենք նաև Աբովյանի պոլիկլինիկայում, հիվանդանոցում, եւ նաև եղել ենք դուք դիսպանսերում։ Իհարկե մենք ունենք կադրներ, մենք համոզված ենք, որ դուք ընթացքում բոլորը ցույց կտաք։ Մենք կցուցադրենք իհարկե, բայց կուզենայինք դուք ասեիք, թե ինչպես է ընդունվում դա կարգ։ Ուրեմն այստեղ այսպիսի սիմվոլ կա դրված, Գեդեոն կազմակերպության սիմվոլն է, հիմա հստակորեն համար մի քիչ անհասկանալի կլինի, թե ինչպես ենք ասում այս սիմվոլը։ Նախ ուզում եմ, որպեսզի սիմվոլը ներկայացնեմ Գեդեոն կազմակերպության, ուրեմն այս ոսկեզօծ շրջանակը որ կա, ուրեմն սա խորհրդատակում է Աստծո հավիտենության խորհուրդ, որ Աստված հավիտենական է, այն Աստվածը, որին մենք քրիստոնյաներս պաշտում ենք, հավիտենական Աստված է։ Ուրեմն մեջտեղի սապորը, դա յուրաքանչյուր գերիոնականի սրտի խորհուրդն է, որից դուրս է գալիս կրակ, այս ջահ այս կրակը, որ դուրս է գալիս սապորից, խորհուրդն է ավետարանը։ Այսինքն մենք գերիոնականներս մեր սրտում ունենք ավետարանը, Աստծո խոսքը, բարի լուրը, որը կարող է մարդկանց սառը սրտերը ջերմացնել եւ կարող է խավարը հարատել այդ լույսը։ Ուրեմն սա է, որ մենք ուզում ենք ժողովրդին ներկայացնել, որպեսզի հերոստատիտողի համար անհասկանալի չլինի։ Ուրեմն հաջորդ հասանակ ինչպես է տրվում։ Եզրակացություն ես տեսնում եմ նաև կրծքանշաններ, եթե կարելի է։ Այո, Գեդեոն կազմակերպության յուրաքանչյուր անդամ, ասենք որ մեր մեջ միայն տղամարդիկ չեն, նաև մեր կանայք են, որոնք ընդգրկված են կազմակերպության մեջ եւ նրանք հենց ճանասրտորեն գործում են։ Եվ ասեմ, որ երբ որ մենք լինում ենք տարբեր տեղերում, ինչպես դու հարցրեցիր Անահիտ, արդյոք ինչպես են ժողովուրդը ընդունում ձեզ։ Գիտեք ինչ, շատ հրաշալի կերպով։ Ուրը որ մենք լինում ենք, իհարկե լինում են բացառություն է, բայց շատ չնչին տոկոս է դա։ Մարդիկ, որոնք չեն հասկանում ուղղակի, բայց հիմնականում շատ հրաշալի կերպով, որովհետև հաշվի առնելով մարդկանց դժվար վիճակը, ծանր կացությունը, մարդիկ կարիք ունեն ավետարանի։ Մարդիկ կարող ունեն մեկի երկրնական մի սոլուցիան, Աստծո կարիք ունեն, որը կարող է փարատել իրենց ցավերը, որը կարող է հուշել իրենց բոլոր ցավերը։ Ուրեմն ավետարանը մենք կարծում ենք միակ ուժն է, միակ լույսն է, միակ ջերմությունն է, որ կարող է թափանցել յուրաքանչյուր ընտանիքում եւ փարատել այնտեղից խավարը։ Ուրեմն շատ հրաշալի կերպով ընդունում են։ Այդ դուք ասացիք չհասկանալու մարդու ժողովրդի երևի թե պատճառներից մեկն էլ ոչ թե չհասկանալն է, այլ նորից անդրադառնում աղանդների այդ բազմազանությանը, որ այսօր գոյություն ունի, եւ ինչ-որտեղ ժողովրդի մեջ թերահավատության ինչ-որ կասկածանքի աղետ է հարուցում։ Ես այդ իմաստով ուզում եմ եթե կարելի է խոսքը գնում է իսկապես ավետարանի եւ հավատքի մասին, մենք այսօր էլ մեր շրջապատում լսում ենք հավատացյալներ անունը, բազմաթիվ, ասենք, մամուլով, ռադիոյով, բազմաթիվ տեղեկություններ ենք մենք լսում այս կամ այն ուղղությունների մասին, պիտի ասեմ, որ մեր ժողովրդի մեջ թյուրիմացություն կա,
Եվ այս թյուրիմացությունը գալիս է ավետարանը չկարդալուց, ավետարանը չհասկանալուց, որովհետև ցանկացած աղանդ ներկայանում է որպես հավատացյալ մի ուղղություն, հավատքը դավանող մի ուղղություն։ Եվ այդ աղանդը, որ ասենք մեր երկրում տեղ է գտել, թերևս նաև որոշակիորեն քրիստոնեական ինչ-որ ավանդներ փորձում է որդեգրել եւ դրանով մեր ժողովրդի մեջ ապացուցել իր ոչ խորտ լինելը։ Սակայն այնուամենայնիվ մեր ժողովուրդը դա տարբերում է, մեր ժողովուրդը դա հասկանում է, ես նկատի ունեմ այն մասը, որոնք շատ քիչ առնչվել են ավետարանի, իսկ նրանք, ովքեր չգիտեն, տարբեր մոտեցումներ են ցուցաբերում, հաճախ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում նաև պարզ անկեղծ քրիստոնյայի նկատմամբ, որը ավետարանը ընթերցում է, իր օրվա մեջ իր աղոթքն է անում եւ իր պապերի դավանանքի մեջ հաստատուն մնում։ Այս առումով ամենացածր խավից մինչև բարձր խավի ներկայացները շփոթմունքի մեջ են եւ հավատացյալ բարի տակ թերևս շատ անգամներ որ վարկաբեկվում է նաև անկեղծ քրիստոնյան, հաճախ սկզբից չեն ուզում լսել, բայց հետո երբ որ մենք հանդիպում ենք նրանց, զրուցում ենք նրանց հետ, որոշները իրենք զիջում են, հասկանում, նույնիսկ ինչ որտեղ վատ են զգում, որ այդպես սրերով են դիմավորում թերևս ասենք, բայց ընդհանուր առմամբ անդորմունով են մոտենում մեզ, փառք Աստծո։ Ես կուզենայի մի կարճ պատմություն բերեի, ուղղակի իրենց հետաքրքիր կլիներ։ Ուղղակի Անահիտ ջան, հիշում եմ, երբ որ մենք հավաքվել ենք ավետարանի գործով մեր ծառայության համար, կային մարդիկ, որոնք ուզում են խանգարել եւ ահա մեկը մոտեցավ, իբր ինձ ուզում էր լավություն անել, ասեց լսիր, ասեց Արարատ, դու այստեղից գնա, որովհետեւ հիմա պետք է խանգարենք այստեղ, ես ասեցի հարմար չի, ուղղակի մենք Աստծո խոսք ենք տարածում այստեղ։ Եվ հետո մեկ էլ ինքը ինձ ականջից ասեց լսիր, ձեր գլխավոր անունը ինչ է։ Ես հասկացա նպատակը որն է, իմանալ ով է առաջնորդը, ես ասեցի, որ մեր գլխավորը Հիսուս Քրիստոսն է, ասեց Արաջան, նա դրան կանչելի ինչ կլինի։ Եվ ես ուղղակի զարմացած եւ ապշած ես, հասկացա, որ նա ուղղակի տեղեկություն չէ, ով է Հիսուս Քրիստոսը։ Եվ հրաշալի որ այսօր ավետարանը բաժանվում է եւ անձնապես մարդիկ կարող են անձնապես հաղորդակից լինել Աստծո խոսքին եւ պետք չկա որ ինձ մի իրեն սովորեցնի։ Իրենք անձնապես կարող են։ Այսօր ես նշեմ, որ Հայաստանը ներխուժել կարելի ասել շուրջ 130,000 ըստ մեր իմացած տեղեկության քրիստոնեական գրականություն։ Տարբեր տեսակի արևելյան կրոններից, ասենք, կրոնները իրենց բովանդակությամբ ներկայացնող բրոշուրները շատ են Հայաստանում։ Եվ օրինակ մենք գիտենք, որ քաղաքներից մեկում գեդեոնականները ակտիվ իրենց գործունեությամբ մեծաքանակ այդ գրականության պաշարը հավաքեցին եւ փոխարենը ժողովրդին տվեցին պարզ ավետարանը եւ դա մեծ ազդեցություն թողեց հետագայի վրա։ Եվ նույն ձևով այսօր մենք գիտենք մի բան, ոչ թե պետք է մարդուն համոզել սեփական համոզմունքները, որ դու հասկացել ես ավետարանից, այլ պետք է պարզ մատակարարել Գեդեոնի նպատակը դա է։ Ավետարանը, որպեսզի ինքն անձամբ ընթերցելով ավետարանը անձնավորությունը ինքը կարողանա կողմնորոշվել։ Եվ որովհետև նշվեց Գեդեոնի պատմությունը ստեղծման պահից, Արադ եղբայրերս մոռացան նշել նաև ասենք մի երկու խոսքով ասեմ, ուրեմն կազմակերպությունը Աբովյանն արի։ Աբովյանում հաստատվել է այս տարի, ուրեմն հունվարի 11-ից Գեդեոն կազմակերպությունը գործում է եւ այս կարճ ամիսների ընթացքում մենք հասցրել ենք արդեն բաժանել այս տարի էլ թերևս 99-րդ ամյակն է։ Շուտով պետք է մոտենա եկող տարի Նեշվիլ քաղաքում Ամերիկայում կնշվի 100-ամյակը Գեդեոն կազմակերպության։ 100 տարի շուրջ գործում է այս կազմակերպությունը եւ ոչ մի խոչընդոտ, ոչ մի դերություն նրա դեմ չեն ունեցել։ Ոչ մի։ Որտեղ անաչառ կազմակերպություն է եւ Քանի որ խոսք գնաց բնականաբար ձեր առաքելության նպատակը հիմնականում այդ նպատականների բաժանումն է, ուզում եմ մի երկու խոսքով ներկայացնել մեր հերոստատողներին, ասենք որտեղ է ծրվում դիրքը, ինչ լեզուներով, որտեղ բնականաբար մեր մասը, մեր ընթերցածներ բնակչությունը լեզու չէ, տարբեր լեզուներով ենք խոսում, եթե կարող երայք Անկեղծ ասած, ինձ հիմա ավելի քիչ է դառնում, թե որտեղ է տպագրվում դա, որտեղ ինձ հետաքրքրում է առաջինը սա, որ կա ավետարան հայերեն լեզվով եւ դա կարելի է այսօր մատակարարել մեր ժողովրդին, բայց ասեմ ձեզ, որ 2000 լեզուներից ավել տպականակով լեզուներով, ինչպես նշեց 60 միլիոն տպականակով տարեկան նորանոր լեզուներով է դեռևս թարգմանվում է ավետարանը տարբեր ֆորմատի, որպեսզի նաև հարմար լինի աշխատանքի վայրում անձնավորությունը փոքրիկ մի ավետարան իր գրպանում ունենալու, մենք այդ մասին խնդրեցինք, որպեսզի հայերեն ավետարանը փոքր ֆորմատով ասենք տպագրվի, որպեսզի յուրաքանչյուրը իր հետ կարողանա դա ունենալ։ Իսկ ինչ վերաբերում է մատակարարմանը
եւ հետագա տարածմանը, այդ հարցով զբաղվում է Արևելյան Եվրոպայի եւ նախկին կամ այսօրվա ասենք ԱՊ երկրների պատասխանատու ներկայացուցիչը, որը պարբերաբար համագումարներ գումարելով Հայաստան է գալիս եւ մենք նրանից ստանում ենք այդ գրականությունը։ Հիմնականում այսպես։ Եվ դուք կամ հասկացանք մինչ այժմ եղել եք մասսայական կոլեկտիվներում, ես նախատեսում եք լինել անհատական, ասենք բնակարաններում անհատ բնակիչների։ Ասում ես, որ կանոնադրության հիմքում դրված է, որ մենք իրավունք ունենք ծառայելու ուսումնական հաստատություններում, լինելու հիվանդանոցներում, հյուրանոցներում, բանտերում, աշխատանքային ուրիշ գաղութներում, ու պետական ամենատարբեր ինստանցիաներում մենք ասենք իրավունք ունենք գործելու եւ կանոնադրության շրջանակներից դուրս մենք չենք կարող դուրս գործել, որ ինչ վերաբերում է անհատին բացառության կարգով մենք կարող ենք ընդամենը դա կանոնադրության մեջ կա մի որոշակի մաս տրամադրել, ասենք այնպեսի նույնիսկ փողոցում թերևս վրանցնում ես, ասենք կարիքն ունեցող մեկին դու կարող ես ավետարան տալ։ Ունեք իմ տունը այդպես ասած տանդրան դուրը ասենք ցույց մի մուրացկան խնդրեց որոշակի ասենք մի միջոց ես հարմար գտնելով որ բոլոր միջոցները որ կարող են լավագույնս մարդուն հասցնել Աստված որ ինքը կարող է հասցնել ուղղեցի նրան ավետարան եւ մի ավետարան իրեն հանձնեցի սա կարող է անել Գեդեոնը եւ բավարարեց այդ մուրացկանը ճիշտ ասած մենք փորձում ենք հասկացնել այո իհարկե Եղել են դեպքեր, որ նույնիսկ առաջանակ չեն եղել, փորձել ենք նաև նույնիսկ տարաճանաչության, ասենք գրագիտության ինչ-որ տեղ մղել, ոչ թե ասենք շատ բաներ հասկանալ, այլ որ ընդհանրապես ավետարանը ընթերց են, այդ ուղղությամբ էլ աշխատում են։ Մենք պետք է ասեմ սա, պատկերացրեք, որ մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ համարյա թե առաջին դարի հռոմեական կայսրության որդեգրած նշանաբանով է կարծես այս երկիրը հիմա շարժվում առաջ։ Իհարկե մենք հույս ունենք, որ մեր ժողովուրդը վերջիվերջո իր տեղը, իր խոսքը այսպես ունենալով աշխարհում դեռ իրեն կասի։ Այսօր շատ են խոսում ծանր վիճակից մեր երկրի, բայց մենք ժամանակ նույնպես ասած ենք, որ այս նշանաբանը մեր ժողովրդին չի լինի։ Որն էր այդ նշանաբանը առաջի դարի հռոմեական կայսրության։ Հաց, զվարճալիքներ, ընդամենը այս երկուսն էր։ Եվ մենք տեսնում ենք, որ աշխարհում մենք հիմա այդ գործընթացը կարծես գնում է։ Մարդիկ իրենց ներսի բարոյական հատկանիշների վրա ավելի քիչ են ուշադրություն դարձնում։ Հաց եւ զվարճալիքներ եւ սպորտային խաղեր։ Եվ այսօր թերևս աղքատին չքավորին դժվար է համոզել, որ գիտես այս ավետարանը քեզ կարող է օգտակար լինել, որտեղ նա նյութականի անմիջապես կարիք ունի, բայց մենք փորձում ենք բացատրել, որ ավետարանում ինչ որ կա, ինչ որ մենք կարդում ենք, ավետարանը եթե հավատքով մարդն ընդունում է, ապա նա առաջինը ծանոթանում է նրա հետ, որը կարող է բոլոր խնդիրների պատասխանը տալ։ Թերևս այս դարի մեջ շատերը այսպես չեն մոտենում, բայց ես ուզում եմ ավետարանից մի մեջբերում անել, որ շատ պարզ գրված է, եթե աղքատը, որին դու զրկում ես, ինձ աղավակի ես պիտի լսեմ։ Ես ասում եմ բոլոր նրանց, ովքեր որոշակի միջոցների տեր են, որպեսզի փողոցով անցնելիս, թերևս տեսնելով այդքան շատ ներգրավներ չքավորներ, որտեղ կազմակերպությունն են բարեգործական են, չեմ կարող սա չասել, իրենք անտարբեր չանցնեն, որտեղ երկնքում իսկապես Աստված այս խոսքերը երկնքում բնակվում այս խոսքերը մեզ ուղղել, որ եթե այդ աղքատն ինձ աղաղակի, ես պիտի լսեմ նրան։ Իսկ կողքով անցնողից ես նրանից այդպես ասած այդ հաշիվը կվերցնեմ։ Դրանով դուք որ ասում եք, մեր անհատական գործունեությունը բացառվում է, անհատների հետ այսպես ասած կազմակերպությունների հետ է աշխատում, այդ իմաստով մենք գործում ենք կանոնադրության շրջանում։ Ուրեմն այն ծառայությունը, որ մենք սկսել ենք, համոզված ենք, որ դուք սիրով կընդունեք։ Եվ եթե թույլ կտաք, մենք ճիշտ ասած ձեզ տրամադրած տեսաժապավենից հատվածներ ենք նախապատրաստել, ցուցադրենք մեր հեռուստադիտողներին, այն հետո կշարունակենք մեր զրույցը, եթե որոշեք։ Երկու րոպե։ Ով որ 1700 տարի է քրիստոնեությունը Հայաստանում, շուտով ով որ կարդացել է նոր դեպակարանը կամ աստվածաշունչը, էլի կկարդա, էլի նայում։ Հիմա իմ դարակում, վերևում կարող եմ բարձրանալ ստուգել, ներսես շնորհալու աղոթագիրն է, ամեն օր ես մի աղոթ կարդում եմ։ Տանը իմ սեղանին աստվածաշունչն է, հիմա 5 դեպակարանն եմ կարդում, Եստերի գիրքն եմ ասում։ Նոր դեպակարանը մի քանի 16 տարեկանում եմ կարդացել, երբ որ հայրս ակսուրված է, կարդացողին երևի այր է իր, բայց ես գաղտնի կարդացել։ Ուզում եմ ասել, ով որ կարդացել է, էլի կկարդա։
Եվ շատ ցանկալի կլինի, ով որ ես ունեմ եւ ես չեմ վերցնի, ինձ արկավոր չի, ունեմ նույնիսկ երկու հատ նվեր տված քահանայից, Տեր Աբրամից, ով որ վերցնում է, թող կարդալու համար վերցնի, չվերցնեն միայն հենց այնպես տանել տունը գիրք, դնել մի տեղ փոշոտ։ Եվ իսկապես պետք է կարդալ, եւ ամեն օր եմ բոլորն իսկ ճանաչում են 30 տարի աշխատում, ես ամեն օր աղոթում եմ Աստծուն եւ Հիսուսին, ամեն օր, անկողին մտնելուց առաջ եւ երկինալուց հետո։ Աստված օրհնի։ Հիմա ով որ վերցնում է, մի վերցեք որպես լի, վերցեք կարդալու համար։ Պարոն Մանուկյան, պարոն Հովհաննիսյան, քանի որ ինչպես նշեցինք, մեր հեռուստադիտողները ասեն տեղեկացան, փաստորեն իսկապես ձեր առաքելության նպատակը հիմնականում նոր գտակարանի տարածումն է մասսայական շրջանակներում եւ կուզենայինք, որ մի փոքր իհարկե կարիք չկա երևի մեկնելու նոր գտակարանը, բայց համենայն դեպս մի փոքր մեկնաբանեիք նոր գտակարանի որոնցից։ Ուղղակի նոր գտակարանի մեկնաբանությունը պետք է հիմնականում մեկնի հոգեվոր խնամակալը կազմակերպության, թերևս Պարոն Վարուչյան, խնդրեմ ոսկույցի ներկայացնի։ Մենք ես հիշում եմ, երբ որ դպրոցական տարիքում ինձ տարան մատնադարան։ Առաջին անգամ մատնադարանը լինելով ինձ ներկայացնում է, որ սրանք ավետարան են եւ այն, բայց ոչ մի հաղորդակցություն ավետարանի խոսքին ես չունեի։ Բնականաբար այսպես ապրել ենք շատերս եւ ավետարանի բուն իմաստի մեջ թերևս շատ քիչերն են թափանցել եւ այն ժամանակ էլ թերևս սրանից մի 15 տարի առաջ թերևս հալածական վիճակ էր եղել մեր երկրում եւ հավատքը հալածվել էր։ Եվ ես էլ առաջին անգամ, երբ որ ավետարանը իմ ձեռքն ընկավ, այն ժամանակ ես կարդացի ու ինձ թվաց, թե անսյուժե մի գիրք է եւ մի կողմ նետեցի սկզբում, բոլորովին էլ չհասկանալով նրա բովանդակությունը, նրա իմաստը։ Բայց անցավ որոշ ժամանակ եւ ես նորից կարիքն զգացի այդ խոսքի։ Եվ իմ առջև այսպիսի խնդիր դրեցի, եթե սա ճշմարտություն է, ես պետք է սկզբից մինչև վերջ կարդամ, որովհետև ինձ հետաքրքրում էր ճշմարտությունը։ Այսօր էլ մարդիկ շատ ասում ճշմարտություն են որոնում, եւ դրա համար հայտնվում են ամենատարբեր ուղղությունների մեջ։ Բայց Քրիստոսի խոսքը ինձ շատ, այդպես ասած, համոզիչ կերպով էր կանչում դեպի իրեն, մասնավորապես երբ ինքն ասում էր ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը եւ ես եմ կյանքը։ Ես մտածեցի, լավ, գոնե ասեր մեկն էլ ես եմ, որովհետև այսօր ընդունում են, որ բոլոր ճանապարհները կարող են Աստծուն տանել, ինչպես նախկինում ընդունված էր ասել, թե բոլոր ճանապարհները դեպի Հռոմ են տանում։ Հնարավոր է բոլոր ճանապարհները դեպի Հռոմ տանեին, բայց բոլոր ճանապարհները չէ, որ Աստծուն են տանում։ Եվ այս ճանապարհը հենց միակը ինքը Հիսուսն էր, եւ ես սկսեցի ավելի ընթերցել։ Երբ հանդիպեցի այդ խոսքերին, որ եկեք ինձ բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, ես զգացի, որ այսքանն իմ համար է։ Եվ այդ ժամանակ ես ասեմ ձեզ, որ ինքս հոգեկան, ֆիզիկական մեծ տագնապի մեջ լինելով ծանր վիճակի մի պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամներ են, իհարկե փառքաստու ինձ հիմա այլևս ինչպես ասում են նպաստ կամ թոշակ չեն տալիս, որովհետև ես առողջ եմ, ավետարանի ճշմարտությունների մեջ թափանցելով իմ սիրտը ներերուբությամբ փոխվեց, եւ ես վերստին ծնունդ ունենալով այսօր ապրում եմ արդեն շուրջ 14 տարի նոր կյանքով։ Սա միայն ես չէ, որ կարող եմ վկայել, սա կարող են բոլորը վկայել, ովքեր որ ավետարանին մոտեցել են հավատքով։ Ավելացնեմ ձեզ մի բան։ Սիրելի ուղղություն ես ուզում եմ միջամտել ձեզ այս հարցում փաստորեն դուք բացասում եք բժիշկների կատարած աշխատանքները, ոչ բացառում եք նրանց գործը։ Երբեք, ի տարբերություն մի քանի մոլերանտ ուղղությունների, որոնց հետ առիթ է եղել հանդիպելու, որոնք բացառում են այսօրվա գիտությունը, մշակույթը, վերջին հաշվով ասենք, մենք ապրում ենք երկրի վրա, դեռ երկրի վրա ենք ապրում եւ առնչվում ենք։ Մենք բոլորովին էլ փորձ չենք մեր մարդկային բնությանը, ասեմ ձեզ, որ երբ խոսքը գնաց աղանդերի մասին, պետք է ասեմ, որ անդադար երկնայինի, աստվածայինի կատարելության հասնելու մղումը հաճախ մարդուն իր էությունից գտրում է եւ մարդը ընկնում է ավելի շատ իլյուզիաների մեջ, քան ասենք իրական փաստերի, իրական ճշմարտությունների մեջ։ Առաջինը, որ ես գտնում եմ քրիստոնյան պետք է լինի մարդ,
իր էությամբ նա պետք է տարբերվի իսկապես կենդանական աշխարհից։ Երկրորդը նա պետք է լինի լավ քաղաքացի, հայրենասեր։ Եվ վերջապես նա պետք է մեծ ակտիվություն ցուցաբերի հասարակական բոլոր ոլորտներում։ Մենք գիտենք, որ ոմանք նույնիսկ պետությունը եւ ծառայությունը բանակում եւ այլն ասենք մերժում են։ Եվ վերջին աշխարհ անձնավորությունը պետք է վերստին ծնված քրիստոնյա լինի։ Այսինքն ավետարանական ճշմարտության մեջ թափանցած եւ Քրիստոսի բնությունը իր մեջ ունեցող մեկը։ Այսինքն կարևորը այստեղ մարդու արտաքին տեսքը չէ, այլ հոգին է կարևորը։ Արտերենի դարձերություն որ ժողովրդական խմբերի երևի թե եկական կային հարցում, որ պետք է քննարկենք մեր կազմակերպության ներսում գործող օրենքների, կանոնների մասին, ուրեմն առաջվելով որ ժողովրդական խմբերի ուղղությունների հետ ես դժվար եմ կան այնտեղ իրոք այսպես քարացած կանոններ օրենքներ հենց պարոն Մանուշյանը ասած այդ իսկական գաղափարներից են այսպես ասած նրանք չեն ընդունում մարդու իրենց թույլություններով այսպես ասած մտորումներով ապրումներով եւ այլն դա դեզնով բացառում է փաստորեն դուք ընդունում եք մարդուն որպես բանական էակ սիրել մարդուն որովհետեւ եթե մեկը ներկայանում որպես քրիստոնյա նա պարտավոր է սիրել մարդուն որովհետև Աստված սեր է, ավետարանում է գրված, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվեց, որ ամեն ով որ հավատա նրան, չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն փրկության տանող ճանապարհը սիրո ճանապարհ է, բայց երբ մարդու վրա բռնանում են, մարդու խղճի վրա բռնանում են, ապա սա հաճախ բերում է մարդուն հոգեկան մեծ տրամաների։ Մարդը ընդունում է ճշմարտություն ասվածը, երբ այդ ճշմարտության մեջ չի կարողանում գնալ, ինքը խշմտանքով իր մի քիչ ինչպես դուք ասացիք թուլություն, որ ավետանը դա մեր կարողանում, ունի այդպիսի բնություն եւ որ վիճակից չկարողանալու ազատագրվել հաճախ ինքն իրեն վնասում է։ Եվ դրա համար ես կոչ եմ անում, որպեսզի ասենք բոլոր տեսակի այդ բրոշուրներ լինեն, թերթիկներ լինեն, մեր ժողովուրդը մեկ կողմ դնի։ Ես գիտեմ, մեր ժողովուրդը շատ գրագետ կամ գիրք սիրող ժողովուրդ է, եւ դրա համար էլ ամենատարբեր գրականությունը միանգամից փորձում է վերցնել եւ ընթերցել։ Եվ կոչ անել մեր ազգաբնակչությանը ու մեր քաղաքացիներին դերևս որ Աստծո խոսքին ուշադիր այդպես ասած տեղ տան իրենց կյանքի յուրաքանչյուր ոլորտում, որտեղ ավետարանն ասում է այդ մասին, որ նա միակ լույսն է, որ կարող է մարդուն խավարի միջից դուրս բերել։ Եվ թե ավետարանը այսօր ինչքան մեծ հրամայական ունի մեր կյանքում, ես կուզեի մեկ օրինակ բերել, որ որոշները ընդհանրապես ավետարանը մերժում են եւ նույնիսկ հետաձգում, ես ասենք այդ ժապավենները բոլորից թերևս կանժադառնանք դրան, ես այնտեղ էլ բոլոր տեղերում այս երկու օրինակները միշտ բերել եմ եւ Մեկ թվականից առաջ 44 թվականին Հուլիոս Կեսարյանով այդ իմպերատորը, որի մասին շատ էլ թերևս գիտեք, պետք է մեկ գեղեցիկ օր գար սենատ, որպեսզի իր գնահատողների հետ կարևորագույն խորհրդակցություն ունենալ։ Ինքը վատառողջ էր այդ օրը։ Սակայն նա որտեղ գրել էր մեկին, որի անունը Բրուտոս էր, սա շատ որդորեց, որպեսզի ինքը այդ օրը սենատ գա։ Սենատի ճանապարհին հանկարծ վազելով մոտենում է մեկը եւ նրա ձեռքին մի գրություն է դնում։ Հուլիոս Կեսարը մտածում է, որ թերևս ժողովուրդը հերթական անգամ խնդրում են իրենից ինչ-որ ողորմություն անել, ինչ-որ հարցի լուծում, դա երկրորդական հարց է, հարմար կլինի սենատում այդ խորհրդակցությունը ունենա, որից հետո ինքը այդ գրությունը կարդա։ Սակայն այդ օրը տարօրինակ է Կեսարի համար, նրանք շատ ավելի մեծ պահքի են արժանացնում, հարավանում են Կեսարին եւ շուտով մոտ 23 հոգի շրջապատում են նրան եւ Կեսարը ընդունում է 23 դաշունի հարվածից։ Հետո պարզվում է, որ այդ գրության մեջ նրանց զգուշացնում էին Կեսարը այսօր դավադրություն է կազմակերպված քո դեմ, դու զգուշացիր, բայց Կեսարը մտածեց հետո գտնի։ Մենք առնչվում ենք ամեն օր շատ երևույթների հետ, որ ինչի կարողանում հասկանալ դրանք ինչ են։ Մինչդեռ ավետարանը այդ բոլոր դավադրությունները կարող է բացահայտել։ Երկրորդ օրինակը, որպես ասենք ամփոփասեմ, սա էր։ Ալեքսանդր Մակեդոնացին, որ ինքը հին աշխարհի ամենահռչակավոր զորավարներից մեկն էր, երբ որ ինքը գնում էր հերթական արշավանքի, իր հետ ասենք ինքը վերցնելով իր մեծականակ զորքը, նա միևնույն ժամանակ ասենք իր մեջ մի սովորություն ուներ, որ յուրաքանչյուր քաղաք նվաճելուց առաջ զգուշացնում էր, որ քաղաքը կարող էր ընտրություն կատարել, քանի դեռ իր ձեռքի ջահը վառվում էր, նա մի ջահ էր պարզում եւ ասում, քանի դեռ այս ջահը վառվում է, ես ձեզ տալիս եմ հնարավորություն ընտրելու, կամ հանձնվեք ինձ, կամ եթե չեք հանձնվելու, այս ջահը հենց որ հանգչի, ես պետք է գրողով վերցնեմ քաղաքը, եւ ինչ իսկապես անխնա ինքը հետագայում կոտորում էր քաղաքի բոլոր բնակչությանը։
Ասացից իմաստը սա է, որ այսօր ջահը վառվում է, ավետարանի լույսը վառվում է, եւ Աստված մարդկությանը հնարավորություն է տալիս, որպեսզի իրեն գնա, իր ճշմարտությանը հասնել, բայց մենք որ այս ավետարանի տարածումը կդադարի, այնինչ որ մենք այսօր անում ենք, ինչպես Գեդեոնի ջահը դուք տեսնում եք սիմվոլի մեջ, այս ջահը քանի դեռ վառվում է, քանի դեռ այսօր մարդիկ կան, որ ավետարանը տարածում են, հնարավորություն կա, որպեսզի մարդը խույս տա ավետարանական կորստից։ Իսկ դուք հավատացած եք, որ այդ այն մարդիկ, ովքեր վերցնում ավետարանը, իսկապես կդարձան անուշարժան չեն մատնի։ Թե բազմապես վերցնում են այսպես ասած վերցնելու համար որպես գեղեցիկ իր։ Անահիտ, երբ որ մենք այս կտակարանները բաժանում ենք մարդասենք, աղոթք ենք անում ասում, համոզվելով, որ անշուշտ իր տիրոջը կգտնի նոր կտակարան։ Այսինքն, եթե մեկը վերցնում է ուղղակի վաճառելու համար, իհարկե ցավոքսակեպի սիրելիքն ու բայց միևնույն է, այդ նոր կտակարանը հասնում է տիրոջը։ Այսինքն մեկը վերցնում եւ ընդերցում է, ասեմ, որ մարդիկ հիմնականում շատ ծարավ են։ Շատ ծարավ են եւ յուրաքանչյուր մարդուց մեծ սիրով վերցում է նոր կտակարանը եւ համոզված են, որ ընդերցում։ Այո, իհարկե։ Աստված ճիշտ ասած, դժում են համարում մի փոքրիկ մեջբերում եւս վերջերս շատ ավելից, որ ես եմ նախատեսել ներկայացնել մեր հերիստատուտներին, այն հետո դեպի մենք ռազմական հավաքում գտնում ենք ռազմանի պոլիտիկայի մանկական բաժնի վարիչ ուրեմն բժշկու վիրասյանի տանը։ Մենք փորձեցինք լայն մոտենալ նրան խնդրել, որպեսզի բժշկու վիրասյանը մանրամասը պատմեր փոքրիկանի ճակոտ տեղի ունեցած հրաշքի մասին։ Կխնդրենք Երկին Մինասյան, որպեսզի դուք մանրամասը պատմեք նախ մի փոքր հիվանդության մասին, թե իրենից ինչ է ներկայացնում Էխինական հիվանդությունը։ Ուցե իրենացիոնի վայացել, ինչպես ես հիվանդին կներկայացել եմ։ Շատ խնդրեմ։ Ամեն բավականին ուշքան կատերել դեցրից, մարդ ամսին էր մարդիկ 25-ին, 25-ին, 24-ին։ Հիմա ես կնշեմ, թե ինչպիսի կատարներն են Անին։ Անին կատարում է, որ իր ամեսին ուժեր սրխարներ, չէ՞։ Ուժեր սրխարներ, խսկումներ, բոլոր եղնել հատկապես գիշերը քնած ժամանակ երեխան քնից արտանում էր, էպսին խնգատներով, և այդ նոբայլը ձեր ցավերում էր նրանքան, ինչեր երեխան չէր խսկում, չէր համաստանում։ Ճիշտ ասած, նման ակից գանդատները ես պետք է դիֆերենցիայի մի շարք հիվանդություններից, որոնցից են պերիոդիկ հիվանդությունները, եղևների դիստրիբուցիան, բայց միաժամանակ ես մտածեցի նաև էխինական հիվանդության մասին։ Ես ծնողների ուղղակի խնդրեցի, որպեսզի տանեմ Երևանի դիագնոստիկ դեպոսականներ կա։ Ուտեն են մանկական դիագնոստիկ ապարատուրան չունեցես։ Ճիշտ է, ես պատիկին չասեցի, որ կոնկրետ այդ հիվանդությունն է, բայց որոնքերի մեջ նշեցի, որպեսզի ուղղակի նույնը թե հաջորդում է պատասխաններ բերում է սոնոգրաֆի, սոնոգրաֆիան, որ երեխայինը հայտնաբերել է էխինական հիվանդություն։ Ես սա իրոք հաստ էր, որ համապատասխանների քանի գանդատներ երկու ընդհանուր վիճակում։ Դրանից հետո ճիշտ է, ես հանգստացրեցի ծնողների բան, ճիշտ ասած ես եղում բախացա, որ հայտնաբերվեց հիվանդություն, որտեղ մի քիչ դժվար է հայտնաբերել։ Ասեցի, որ երեխան կրթված է ունում, երկը մեր հավատալը, կրթված ասեն երեխան կառուչ է։ Դե քանի որ Անինի ծնողները և Անին ինքը հավատացյալ էր, հավատում ունի Աստծո նկատմամբ։ Եվ իրանք իրենց հետպես տրամադրեցին, որ Աստված մեզ կբժշկի։ Եվ իրանք Աստված բժշկեց Անին, եթե դա իրոք հրաշք է, թող լինի հրաշքների հրաշքը, որ Անին բժշկեց և լավացավ։ Շատ բան։ Դրանից հետո երեխային տարոտին տրտնակի հետազոտության երկրորդ անգամ ուրիշ հիվանդանոցում ուրիշ կլինիկանում հետազոտություն փաստով երեխային կա էխինական։ Ես նկարեցի, ուրեմն դեմոգրաֆիա արեցի, նաև կրծքավանդակը թոքերը դեպի էխինական հնարավոր է նաև միաժամանակ և նաև թոքային դիտվածություն, բայց ժխտվեց, ռենտգենոսկոպիան ժխտվեց, որ թոքերը մահա։ Պատրաստեցի, որ երեխային պետք է տանեն իրահատության, բայց ինձ իմացա, որ այդ ընթացքում իրենք հանգիստ նստած չեն, դնում են աղոթքներին և այն որպեսզի բժշկեն Անին։ Եվ ավելից նոր ես գիտեմ արդեն տանում են իրահատության, մեկ է ուրախացան, տատիկը, պապիկը, Անին ինքը գալիս են դեպի բժշկուհի, գիտեմ ես բժշկվել եմ, փրկվել եմ, ես հիվանդ չեմ։ Եվ ես ուզում եմ այս փաստը հաստատել, որ Անին եղել է հիվանդ, Անին
հիվանդությունը փաստեր, սոնոգրաֆի տվյալները փաստեր, բայց հետո երրորդ սոնոգրաֆի պատասխանը բժիշկը ուղղակի է, որ երեխան բարձրացական չէ։ Ամենություն ձերպես արտադրական կարևոր հարցի ևս մի խոսքով ներկայացնեիք ինչպես են ընթանում ձեր կազմակերպության ներսում միջոցառումները, հավաքները, այսպես ասած, ունեք ինչ-որ հավաքատեղի, որ հավաքում եք, ինչպես եք կազմակերպում ձեր հանդիպումները։ Ընդհանրապես կազմակերպությունը բարբերաբար ունի շոուներ անցկացնելու սկզբունք, որտեղ հավաքվելով ինչու ենք ընդհանուր այդպիսի ժողովատեղի, ինչպես ասենք դուք ընդգծում եք, բայց մենք հավաքում ենք, որովհետև վերջում նաև ասեմ, թերևս հասցեմ դուք ակնարկել, հավաքում ենք ներ հարատեղ, որ պարոն Պողոսյան ասում, նախարարում, թերևս այնտեղ խորհրդակցում մեր ամենիկների վերաբերյալ ընդհանուր առմամբ ասենք սա է, որովհետև կազմակերպությունը ընդամենը այդպես գործունեությունը իր 5 անձով է, որ ծավալում է, մենք կարիքը չունենք ընդհանուր մեծ հավաքատեղի, այդ 5 անդամները ընդամենը ասենք նախագահն է, փոխնախագահն է, հոգևոր խնամակալն է, քարտուղարն է եւ գրքերի պատասխանատու, ասենք գրքերը մոտ որ ասենք կենտրոնացված են։ Սա ձեր տվյալը։ Այսինքն այդինքան որ դուք նշեցիք, սահմանափակ է ձեր կազմակերպության համաձայն թե դուք դեռ հնարավորություն ունեք անդամավորելու նոր անդամների դարձում են ապեր հաղորդումից հետո անշուշտ կլինեն արձագանքներ, նույնիսկ ցանկացումներ, որոնք կցանկանան անդամավորվել ձեր կազմակերպության մեջ եւ ինչ չափանիշներով եք ընդունելու նրանց այս մասին։ Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա պետք է ասենք, որ այդ 5 հոգով չեն սահմանափակվում, ասենք, գեդեմին չի սահմանափակվում 5-ով, որովհետև կան, այսպես ասած, շարքային գեդեմինակամիներ, կարևորը սա է, որ անդամակցվող անձնավորությունը լինի քրիստոնյա, ոչ քրիստոնեական ուղղություն դավանող անձը չի կարող լինել կազմակերպության անդամ, ինքը պետք է լինի քրիստոնյա, ոչ թե աղանդավոր որևէ մի ուղղություն, որ կարող է քրիստոնյա անունը գրել, այլ պետությունը որ ճանաչում է տվյալ անձին որպես քրիստոնյա, լինի հայ առաքելական, լինի ավետարանի հավատքի քրիստոնյա, քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ կամ ավետարանական մկրտական եկեղեցուց։ Եվ մենք ես ասեցի, որ մեր գեդոնականների խմբերում գործում են այսպեսի ասենք նաև ուղղություններին կամ ինչպես ասում այս եկեղեցիների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Անկախ տարիքից ես մի սահմանափակվածություն չունեմ։ Եթե մեր ամբողջ երկիրը գեդոնական դառնա, մեր այվաններն երևս իրենց վայր չեն լսի։ Ասեմ ձեզ, որ ապրիլյան գեդոն կազմակերպությունը միայն Աբովյանի տարածքում չի գործում, նաև մենք գործում ենք Վարդենիսում, տարածքի Գեղարքունիքի մարզում, մի խոսքով այդ մինչև հասնում ենք Գեղարքունիքի մարզ։ Մի խոսքով հուսով ենք, որ շուտով երբ որ կգան նոր գտակարանները, մենք բոլոր մեր ժողովրդին այս տարածքի բոլորին կբաժանենք մեր գտակարանները։ Ես հնարավորություն այսպեսի մի հարց, երբ որ դուք բաժանում եք այդ գտակարանները, միջազգային այցելներում այսպես ասած հաշվետու եք լինում ձեր կատարած աշխատանքների համար, թե ոչ, թե կապապես դառնում է հենց մասնաճյուղի ուրեմն այսպես, ասեմ, որ տարեկան մեկ անգամ ուղղակի հաշվետու է լինում գեդոն կազմակերպությունը կրոնների կոմիտեում, իսկ ընդհանուր առմամբ մենք կենտրոնի, այսինքն Արևելյան Եվրոպայի գեդոն կազմակերպության առաջնորդ, ինչպես Վանուչյանը նշեց, Վիկտոր Գանչարենկոն, որը բնակվում է Սանկտ Պետերբուրգում, մենք հաշվետու ենք լինում նրան, իսկ նա կենտրոնում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թերևս այսպես։ Դերից հարգելի պարոն Պողոսյան, պարոն շատ հաճելի է այսօր ձեզ հետ հանդիպել մեր ստուդիայում, կարծում ենք, որ անպայման հաջողություն կունենա ձեր այս աստվածահաճ գործը, այսպես ասած, որ դուք կատարում եք, եւ մենք հույս ունենք, որ դեռ էլի կհանդիպենք արդեն բավականին լայն շրջանակներում, մեծ քննարկումներով, այնպես որ սա վերջին հանդիպումից կլինի, հուսանք եւ սպասենք։ Երկու խոսքեր ասեմ, վերջում դեպի մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Ասատրյանին, նաև լանջ հերոստատեսությանը, մենք շատ ուրախ ենք, որ նրանք առաջինը մեզ ձեռք մեկնեցին օգնելու համար, մենք նաև մեր աղոթներում կհիշենք ձեզ, մենք ուրախ ենք նաև այս ստուդիայի համար։ Շնորհակալություն։